168 հարգելի հետևողներ, ուղիղ միացմամբ մենք սկսում ենք մեր աշխատանքները, ուղիղ միացմամբ աշխատելու ենք Եռաբլուրից, որտեղ այս պահին հայցելել են Արցախի իշխանության ներկայացուցիչները նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այսօր Շուշիի ազատագրման օրն է 33 տարի առաջ մայիսի 8-ի գիշերը լույս 9-ի ցերեկը Արցախի պաշտպանության ուժերը ազատագրեցին բերդաքաղաք Շուշին։ Եվ Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը լինելով նախկին Խորհրդային Միության մաս այսօր նշում են նաև հայրենական մեծ պատերազմի օրը։ Այսօր նաև եռատոն է, նշվում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի օրը, նշվում է որպես Պաշտպանության բանակի կազմավորման օր։ Շուշիի ազատագրման օպերացիան ընդունված է անվանել նաև հարսանիք լեռներում, քանի որ այդ ժամանակ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանը խոստացել էր Շուշիի ռազմական գործողությունների հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին, կոմանդոսին, որ Շուշին ազատագրելուց հետո կամուսնանա։ Այլմեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկեսցե արքայություն քո, եղիցին կամք քո, որպես երկինս կմետրի, ըսած մեր հանապազով, որ մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեր թողունք մերոնց պարտապանած, և մի տաներս մեզ իպոպություն, այլ թրկյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն, և զորություն և թարք հավիտյանս ամեն, հոգվոց նանգուցելոց Քրիստոս Աստված արահանգիստ և ողորմություն և մեզ մեղավորացած շնորհյաս խավություն և ուսթողություն հանցանած։ Վասն հոգվոց նանգուցելոց աղաչես ցուքս բրկիչն մեր Քրիստոս, զիզնոսա ընդարդ հարսն դասես ցե, և մեզ կեցուս ցե շնորհի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր, կեցո և ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս, որդի Աստուծո, անոփակալ և բարեգութ, գեթար քո արարչական սիրովդ և հոգի սանգությալ ծառայից և աղախնոց քոց, և մանավանդ Տեր իշյաս հոգիսն այնոցի, որ տվի նսկյանս հանուն Արցախի հանրապետության, իշյա ավոր մեծի գալստյան արքայության քո, արարժանի ողորմության, քավության և թողության մեղած, դասավորյալ պայծառացոն Սուրբ Քրիստո հաչակողմյան դասում, զիդու ես Տեր և արարիչ ամենեցում, դատավոր կենթանյաց եմերելոց, և կեզ վայել է փավ, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, իշատակն արդարոց, օրդնության եղից և ամեն։
Նշեմ, որ Շուշիի ազատագրման գործողությունները ընթացել են 4 ուղղությամբ, ինչպես նշեցի, այն գլխավորել է Արկադի Տեր Թադևոսյանը, հյուսիսային ուղղությամբ հրամանատար է նշանակվել Վալերի Չիչյանը, շորշի ուղղությամբ հրամանատար է նշանակվել Արկադի Կարապետյանը, հարավային ուղղությամբ Բերձորի Սամվել Բաբայանը, Քյոլասար ուղղությամբ հրամանատար է նշանակվել Սեյրան Օհանյանը։ «2020 թվականի նոյեմբերի 9-ից Շուշին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հիշեցնեմ, որ Արցախի իշխանության ներկայացուցիչները նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր, Արցախյան ազատամարտի մասնավորապես Շուշիի ազատագրումից հետո նահատակված մեր հերոսների հիշատակի կարգ արարողություն տեղի ունեցավ, այն մատուցեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը 33 տարի առաջ այս օրը Արցախի պաշտպանության բանակը ադրբեջանական օկուպացիայից ազատագրեց բերդաքաղաք Շուշին։ Այսօր նաև հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակն է, նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրը։ 2020 թվականից Շուշին գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ, ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է Շուշիում ջնջել հայկական հետքը, վերացնելով հայկական հուշարձանները, եկեղեցիները։ Այս վանդալիզմը Ադրբեջանը իրականացնում է ոչ միայն Շուշի քաղաքում, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Այս պահին մենք կզրուցենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանի հետ։ Պարոն Բալայան, մենք ուղիղ եթերում ենք։ Պարոն Բալայան, եթե կարելի է, խնդրում եմ անդրադառնալ օրվա խորհրդին։ Օրվա խորհրդին անդրադարձեք, պարոն Բալայան, Շուշիի ազատագրումը որքանով էր կարևոր եւ այս օրը որքանով է կարևորվում հայ ազգի կողմից։ Ընդհանուր առմամբ պիտի արձանագրենք, որ մայիսը խորհրդանշական է մեր ժողովրդի համար հայոց պատմության բազմադարյան կենսագրության մեջ, որովհետև իսկապես մայիսին մենք շատ հաղթանակներ կերտեցինք։ Մենք պետք է հիշենք Սարդարապատի հերոսներին, որոնց շնորհիվ ըստ էության առաջին հանրապետությունը կերտվեց, մենք պետք է հիշենք հայնական պատերազմում մեր նահատակներին, որտեղ հայ մարդը ապացուցեց, որ կարող է զինվոր լինել ու պայքարել ազատության համար, եւ իհարկե 92 թվականի մայիսյան հերոսամարտը, այսինքն Շուշի ազատագրումը, անկախ ամեն ինչից մենք այս վերջին պատերազմում պարտվեցինք, անհաջողություն ունեցանք, մեծ կորուստներ ունեցանք, այդ հերոսների կատարածը չի խոնանում, որովհետև ըստ էության 92 թվականին նորից հայությունը ապացուցեց, որ կարող է անկախ նրանից թվականակով շատ ենք, լավ ենք զինված թե վատ, հոգու այդ բարձր
արժեքը, արիությունը ապացուցեցին, որ իսկապես կարող են հայրենիքի համար կռվել, ազատության համար կռվել եւ կերտել հաղթանակ։ Այսօր էլ մենք պետք է ըստ էության երկրպագենք այդ մեր հերոսներին եւ ընդհանրապես սերունդների համար դաստիարակչական օրինակ պետք է հանդիսանա եւ կարող ենք հենց դրանով մենք գլուխներս բարձր պահել, որովհետեւ այդ մարդիկ իրենց իսկապես ապրեցին անազնական կյանքով, ապրեցին հանուն երկրի, հանուն պետականության, հանուն հայության։ Պարոն Բալայան, ռազմական քաղաքական տեսանկյունից որքանով էր կարևոր Շուշիի ազատագրումը, այսօր էլ արդեն շահարկում են Շուշիի հայկական լինելու փաստը, որքանով էր դա հայերի համար հայկական Շուշիի ազատագրումը կարևոր։ Այո, իսկապես դա կենսականաշնակություն է, ես ուզում եմ այստեղ հիշել ռուս պատմագիր նաև զինվորական Պոտոյի հայտնի խոսքերը, ով տիրում է Շուշիին, նա տիրում է այս երկրամասին։ Սա իսկապես ճիշտ է ասված եւ անհնարին էր չազատագրել Շուշին եւ ունենալ հայկական Արցախ։ Դա ցավոք այդպես կյանքը այդպես ապացուցեց եւ վերջին զարգացումներն էլ դա ապացուցեց, երբ 20 թվականին հանձնվեց Շուշին, ըստ էության փաստորեն ինչ-որ միտեղ կանխորոշվեց նաև պատերազմի հետագա ելքը, ես նկատի ունեմ 23 թվականի իրադարձությունները, զարգացումները, եւ սա նույնպես մեզ համար դաս պետք է լինի, որովհետեւ երբ ինչպես ասում են 18-րդ դարի երկրորդ կեսին թեթև ձեռքով հանձնվեց մեր հակառակորդներին, մեր թշնամիներին Շուշին եւ ինչպես ասում են, ողբերգության հիմքը դրվեց այն ժամանակահատվածում, ճիշտ է, հետագա ժամանակներում մեր ժողովուրդը թե ռազմի դաշտում, թե հոգևոր կյանքում, աշխարհիկ մեր իրականության մեջ կարողացան ապացուցել, որ Շուշին կարող է նաև հայությանը, ինչպես ասում են, նոր մղումների, նոր հաջողությունների լիցք հաղորդել, ցավոք սրտի դա միջևես չկարողացանք արժևորել եւ մենք այդ քաղաքի կորուստով մենք բացեցինք մեր անհաջողությունների դուռը։ Ավարտված համարենք ամեն ինչ։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պետք է ասենք, որ այդպես չի, որ այս պարտությամբ մենք կորցրել ենք ամեն ինչ։ Ինչի՞ եմ ես դա ասում, որովհետև մեր բազում դարերի ընթացքում ճիշտ է Հայկ Նահապետը հաղթանակով մեր պատմության առաջի էջը բացեց, հետագա ժամանակներում մենք եւ հաջողություններ ունեցանք եւ անհաջողություններ, բայց այն ուղին, այն ճանապարհը, որ Հայկ Նահապետն է գծել, կարծում եմ, որ մեր ժողովուրդը շարժվում է, անցնում է այդ ճանապարհով եւ պատահական չէ, որ հազարամյակների ընթացքում լինելով շրջապատված թշնամական երկրներով մենք կարողացանք հաղթահարել եւ հասնել այսօրվան։ Մեր տարեկից, այսպես ասենք, ժողովուրդները, պետությունները այսօր չկան, փառք Աստծո, որ մենք այսօր ունենք հայկական Հայաստանի Հանրապետություն, պետականություն ունենք եւ ինչպես ասում են, աչքի լույսի պես պետք է պահել, փայփայել այդ պետականությունը հետագա մարտահրավերներին դիմակայելու համար։ Բալայան, ինչպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի հնարավոր լինի Շուշիի վերաազատագրումը եւ ոչ միայն Շուշիի, այլև ամբողջ Արցախի։ Ես կարծում եմ, որ ամենամեծ գրավականը դրան պետք է լինի մեր համազգային միասնականությունը։ Սա անչափ կարևոր է, այդ նայեք այսօր սևեր, սպիտակներ, հներ, նորեր, այդ զրույցները անդադ գիտեք արցախցիներ, հայաստանցիներ, չէ, անդադ այդ թեմաները շահարկում է եւ պիտի ասեմ, որ դա անդադ ներարկում է դրսից մեր թշնամիների կողմից, որովհետեւ մեր ժողովրդին կարելի է միայն ու միայն հաղթել այդ բաժանումների միջոցով։ Ես այդպես պատմական մի փոքր իրողություն ներկայացնեմ, երբ ասենք նույն Սելջուկ թուրքերը 11-րդ դարից սկսեցին մտնել հայկական լեռնաշխարհ, այդպես սկսեցին մեր առանձին նահանգներին բաժան անել եւ հեշտությամբ նվաճել անառիկ մեր այս երկիրը։ Կարծում եմ, որ հենց մեր առաջին հաղթանակը, ես նորագույն ժամանակաշրջան
ժամանակաշրջանի, ես նկատի ունեմ 1991-4 թվականի, հենց այդ միասնականությամբ կարողացանք կերտել, անկախ մեկեր եմ ասում նրանից, թե այն ժամանակ Ադրբեջանը զինական տեսանկյունից մի քանի անգամ ավելի բարձր էր, թե բնակչության թվականակով էր շատ, բայց դա նշանակություն չունի, որտեղ այն գերամիասնությունը Հայաստանի Հանրապետություն, Արցախ աշխարհ, Արցախի Հանրապետություն եւ Սփյուռք այդ միասնականությունը կար եւ մենք հաջողություն եւ կարծում եմ, որ մենք այդ ճանապարհով պետք է գնանք, թե քաղաքական ուժերը, մտավորականությունը ամեն օր դրա մասին պետք է խոսել եւ ինչու՞ չէ նաեւ պետք է ամենախիստ պատիժները ենթարկել այն մարդկանց, որոնք խաթարում են այդ միասնականությունը։ Ես երբեմն նայում եմ հեռուստատեսությամբ լրատվամիջոցներով խոսք է գնում դրա մասին, նույնիսկ պատասխանատու մարդիկ են այդպիսի բաժանարար գծեր դնում, սա վտանգավոր է, սա համենայն դեպս մեր պետականության եւ մեր ազգի օգտին չի։ Շնորհակալություն։ Հաջորդվածուն թեմի հարգելի հետևողներ, այս պահին մենք կզրուցենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, այսօր Շուշիի ազատագրման 33-ամյակն է։ Այսօր, երբ Շուշին օկուպացված է Ադրբեջանի կողմից, որքանով է այս օրը կարևորվում հայ ազգի ժողովրդի կողմից։ Գիտեք, նախ իրականում եռատոն է այն մեր հաղթանակի, խաղաղության, ինքնության հաստատման եռատոնն է։ Եվ Շուշին առանցքային դեր ունի, որովհետև իրականում հենց այդ ժամանակ Շուշին պիտի ազատագրվեր։ Շուշին պիտի ազատագրվեր, որպեսզի հենց հաստատվեր այդ խաղաղությունը, ինչը իհարկե թեկուզ եւ ժամանակի հետ, բայց տեղի ունեցավ եւ մեզ բոլորիս համար, կարծում շատերիս համար Շուշին հենց խաղաղության, մեր ինքնության խորհրդանիշն է եւ անկախ ամեն ինչից մենք ինչ իրավիճակում ենք գտնվում, այդ հաղթանակի զգացումը որևէ կերպ չի կարող կորել ու որևէ կերպ չի կարող իր արժեքը ընդհանրապես կորցնել։ Եվ նույնիսկ այսպես 33 տարի անց, 1.5 տարի անց Արցախի հայաթափումից հետո հպարտության զգացումը իմ մեջ կոնկրետ կա, ես վստահ եմ բոլորի մեջ կա, որովհետև ժողովուրդը չի պարտվել, ժողովուրդը չի հանձնել, ժողովուրդը չի կորցրել։ Ժողովրդին դավաճանել են, մեր հայրենիքը դավաճանել են եւ իրականում այո հենց իշխանական դավաճանության արդյունքում, ինչ ցավոք պատմության ընթացքում մենք ժամանակ առ ժամանակ դրա ականատեսն ենք եղել, մենք հայտնվել ենք այս իրավիճակում, բայց ես այս երկու օրվա մտորումներում մի եզրակացության եմ հանգել, որ ինչպես 33 տարի առաջ պիտի ազատագրվեր Շուշին հերթական անգամ պիտի ազատագրվի, որովհետև առանց Շուշիի մենք կորցնում ենք մեր ինքնությունը, մենք չենք ունենա խաղաղություն, վստահաբար եմ ասում։ Այս դրա համար մենք ինչ ենք անում։ Կան այդ Հակոբյան, ովքեր իզորու են կամ կգնան այդ քայլին նորից հարսանիք լեռներում օպերացիա իրականացնել։ Գիտեք, ես վստահ եմ, որ այո, մենք ունենալու ենք դա, մենք տեսնելու ենք դա եւ ինչպես 92-ին Շուշին ազատագրվելուց հետո Սրբազանը օրհնեց ազատագրողներին, մենք տեսնելու ենք այդ ազատագրումը ու տեսնելու ենք այդ օրհնությունը, սա պաթոս չէ, սա բառեր չի, որ ես ասում եմ։ Իհարկե հիմա մենք այնպիսի իրավիճակում ենք, որ թվում է թե դա անհնար է, թվում է թե դա տեսանելի չէ, որովհետև հասկանալի է նման իշխանությունների պարագայում դրա մասին խոսելը նույնիսկ մի տեսակ անլուրջ է թվում, բայց հավատացեք, որ պոտենցիալը կա, որ հայ ազգի հիշողությունը անհնար է ջնջել։
հնարավոր չէ։ Եվ ի վերջո Եռաբլուրը Արցախում, Ստեփանակերտում, Եղբայրական Պանթեոնում, Հայաստանով ու Արցախով սփռված բազմաթիվ այդպիսի պանթեոններ դրա վկան են։ Միանշանակ ես ոչ թե հավատում եմ, ես տեսնում եմ եւ դա տեսնում եմ մոտ ապագայում ինչու, որովհետեւ վստահաբար եմ ասում, որ այս իշխանությունների ժամանակը կարճ է։ Եվ ընդհանրապես որևէ իշխանություն հավերժ չէ, նույնիսկ լավ ազգային իշխանությունները հավերժ չեն, հետևաբար նման իշխանությունները չեն կարող երկար, այսպես իշխանավարել ու շարունակել կործանումը։ Ի վերջո մեր ժողովուրդը իմաստուն է եւ այդ իմաստության արդյունքում ելքը հենց ժողովուրդն է գտնելու։ Տիկին Հակոբյանը Հայաստանի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ Արցախի լուծարման փաստաթուղթը Սամվել Շահրամանյանն է ստորագրել, իրենք Արցախի հանձնման հետ որևէ առնչություն չունեն, բայց օրինակ այսօր ինչն էր խանգարում նրանց գալ եւ հարգանքի տուրք մատուցել այդ հողնազատագրած տղաների հիշատակին։ Խանգարում է վախը, միանշանակ։ Ես բազմիցս ասել եմ, կնշեմ հերթական անգամ, այս իշխանությունները վախենում են բոլորից, վախենում են Ադրբեջանից, վախենում են Թուրքիայից, վախենում են Ռուսաստանից, վախենում են նույն իրենց այսպես գովերքած արևմուտքից, վախենում են իրենց իշխանությունը կորցնելուց։ Իրենք միայն մի բան կա, որ չեն վախենում սեփական ժողովրդից։ Հավատացեք, երբ որ իրենք կզգան սեփական ժողովրդի նկատմամբ վախ, այդ օրը կլինի իրենց վերջը, իշխանավարության վերջը կլինի, դա ես միանշանակ եմ ասում։ Արցախի հանձնման մասին ես արդեն այսպես անընդհատ կրկնում եմ այդ նախադասությունը, իրենք թութակների են նման։ Թութակի, որը առանց հասկանալու, ինչու եմ ասում առանց հասկանալու, որովհետև ես վստահ եմ, որ մեկ մարդ է հասկանում իր արածը, լավ գիտակցում, դա Նիկոլ Փաշինյանն է։ Մնացածը հրահանգ կատարողներն են, որոնք չեն մտածում, ունակ չեն մտածելու, չեն կարող, չունեն այդ արժեքները, որ մտածել եւ ուղղակի իրենց հանձնարարվել է, ասվել է, իրենք թութակի պես կրկնում են, որովհետեւ ես ամեն անգամ օրինակ եմ բերում, ցավով եմ այդ օրինակը բերում, բայց որpիսի այն ուղեղները, որոնց չի հասնում, այդ օրինակը երևի անհրաժեշտ է։ Կարող է օրինակ Հայաստանի Հանրապետության նախագահը լուծարման փաստաթուղթ ստորագրել եւ դրանով լուծարել Հայաստանի Հանրապետությունը կամ որևէ այլ երկրի նախագահ կամ ղեկավար։ Իհարկե ոչ, որովհետեւ պետությունները ստեղծում են ժողովուրդները եւ որևէ անձ չունի լիազորություն պետություն լուծարելու։ Հետևաբար Արցախի նախագահ պարոն Շահրամանյանը եւս չէր կարող եւ չի լուծարել Արցախի Հանրապետությունը։ Արցախի Հանրապետությունը կա, այն օկուպացված է թշնամու կողմից առանց հայերի։ Տիկին Հակոբյան օրվա խորհրդի հետ առնչություն չունի, բայց խնդրում եմ անդրադառնաք նաև մայիսի 21-ին, ինչ է սպասվում եւ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է։ Գիտեք, ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոչինչ, կկրկնեմ նորից, մենք եթե լինեինք սովորական պայմաններում, օրինակ, Արցախի Հանրապետությունում, այսպես խաղաղ նորմալ պայմաններում, որտեղ իհարկե քաղաքական process-ներ կային, ինչու՞ չէ, նաև ընդունելի ու ներելի կլինեին քաղաքական ինտրիգները, միգուցե այս աղմուկը, որ այդ հարցի շուրջ կար, ընդունելի ու հասկանալի կլիներ։ Անկեղծ ասած, աղմուկ ընդհանրապես բարձրացնելու կարիք չկա, որովհետև մեր գերնպատակը 1.5 տարվա ընթացքում, որը մենք կարծում եմ, որ արդեն իսկ կատարել ենք, դա Արցախի պետական ինստիտուտների պահպանումն է եւ այդ թվում նաեւ նախագահի ինստիտուտի պահպանումը։ Մենք դա կատարել ենք, դա կարողացել ենք եւ այստեղ արդեն անձերի շուրջ ինչ որ քննարկումներ անելը կարծում եմ տեղի չի, որովհետեւ մենք որևէ փոփոխություն կամ կարգավորում չենք արել անձերի շուրջ, անձերը մեր առջև տեսնելով եւ նորից եմ կրկնում, կարևորել ենք Արցախի նախագահի ինստիտուտի պահպանումը, վստահեցնում եմ ձեզ, որ Արցախի նախագահի ինստիտուտը պահպանված է, շարունակելու է աշխատել եւ հենց ժամանակը մոտենա անպայման հայտարարությամբ մենք հանդես ենք գալու։ Ընտրությունները ինչ ձևաչափով են ընթանալու, քանի որ այս պահին իրավիճակն էլ մի քիչ այլ է։ Գիտեք, նախ
բոլոր փոփոխությունները, որ կատարվել են, իրենք ցանկացած ֆորս մաժորային իրավիճակում լուծում ունեն եւ հետեւաբար կենտրոնանալ կոնկրետ ընտրության վրա կամ որևէ գործընթացի վրա էլի կարիքը չկա, շարունակվելու է գործունեությունը Արցախի նախագահի ինստիտուտի, դա կրկնում եմ կարևորագույնն է, որ մենք կարողացել ենք անել, բնականաբար նիստ տեղի կունենա, որի մասին մենք հետագայում արդեն տեղյակ կպահենք, նորից եմ կրկնում, եկեք կենտրոնանանք այն հանգամանքի վրա, որ նախագահի ինստիտուտը պահպանված է, դա կարևորն է։ Իսկ կոնկրետ այս պահին ինչ գործառույթ է կատարում ինստիտուտը։ Գիտեք, գործառույթները, որոնք շատ դեպքերում տեսանելի չեն։ Միանշանակ տեսանելի չեն, որովհետև մեր ցանկացած գործողություն, այդ թվում նաև նախագահի ինստիտուտի գործողությունը, պարտավորություն ունի նախ թույլ չտալ փակել Արցախի հարցը, ամենակարևորը, այդ նույն միջազգային հարթակներում եւս։ Երկրորդը արցախցիների իրավունքի իրացման հետևից գնալն է, որը անում են պետական ինստիտուտները, այդ թվում նաև նախագահի ինստիտուտը, եւ մեր բոլոր գործողությունները միգուցե երբեմն համեստ, միգուցե երբեմն հասարակության համար անհասկանալի, զուտ բխում են Հայաստանի անվտանգությունից։ Մեր համար որևէ տարբերություն չկա, Արցախ կամ Հայաստանի տարբերություն է իշխանությունները, որոնք անդադ շահարկում են այդ հարցը։ Մեզ համար երկու հայկական պետությունները դրանք կարևորագույն, գերագույն արժեք են, հետեւաբար մեր գործողությունները, նորից եմ կրկնում, որը բխում է արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքից, որևէ այլ գործընթաց չենք իրականացնում եւ ստեղծելով նաև, ինչի մեջ ներգրաված է նաև Արցախի նախագահի ինստիտուտը հանձնախումբը, որը ղեկավարում է պարոն Օսկանյանը, մենք այդ հանձնախմբի միջոցով փորձում ենք արցախցիների իրավունքի հարցը եւս թույլ չտալ, որ մարի միջազգային հարթակներում առ այն պահը, մինչ Հայաստանում կհաստատվեն ազգային իշխանություններ։ Վերջերս սոցիալական աջակցման ծրագրերի նվազեցման պայմաններում շատ արցախահայեր դուրս էին եկել ազատության հրապարակ, ասելով, որ պետք չի նվազեցնել կամ ընդհանրապես կտրել սոցիալական աջակցման ծրագրերը մինչև բնակապահովման ծրագրի ամբողջական իրականացումը, որտեղ դա կենսական նշանակություն ունի։ Այդ միջոցառումները կազմակերպում էին հասարակական կազմակերպությունները, ինչ դեր ուներ նախագահի ինստիտուտը եւ ինչքանով է լսելի դարձնում Արցախցու ձայնը Հայաստանի կառավարությունում։ Սկսեմ նրանց, որ նախագահի ինստիտուտը միշտ դերակատարություն ունի, որովհետև եթե որևէ գործառույթ նույնիսկ չունենա, հասկանալի է համագործակցություն Հայաստանի իշխանությունների հետ, որը չկա, ինքը այս պահին կարողանում է համախմբել, ինստիտուտը համախմբել նաև արցախցիներին, նույն հասարակական կազմակերպություններին եւ ինչպես նաև ցույց տվեց արցախցիների պաշտպանության խորհուրդը, որևէ կերպ այն ոչ թե ինքնուրույն, այլ առանց համագործակցության նախագահի հետ գործառույթներ չի իրականացնում, այսինքն դիտարկվում են բոլորի կարծիքները։ Ինչ վերաբերում է մարտի 29-ի հանրահավաքին, ցավոք սրտի այս իշխանությունների ձեռամբ վերաձևակերպվեց որպես սոցիալական խնդիրների համար կազմակերպված հանրահավաք, բայց իրականում հանրահավաքը իր մեջ ներառում էր նաև, եթե այսպես ընդհանրական ձևակերպենք, ապա արցախցիների արժանապատիվ ապրելու հնարավորությունը Հայաստանում մինչ Արցախ վերադարձը եւ նաեւ գերիների ու մեր պատանդարված հայրենակիցների ուղղությամբ երևացող աշխատանքների կատարման պահանջներ, որի շուրջ նաեւ այդ հանրահավաքը տեղի ունեցավ։ Ցավոք սրտի փոխվարչապետը հետագայում հանդիպման ժամանակ պահանջել էր, որ քննարկումը կարող է լինել զուտ սոցիալական հարցերի շուրջ, խորհուրդը ոչ թե հրաժարվել է կամ արցախցիները հրաժարվել են իրենց մնացած պահանջներից, բայց այս փուլում իրենք կարծես թե քննարկում են միայն դեռ սոցիալական հարցերը եւ այս իշխանությունները երբ փորձում են ներկայացնել, որ Արցախցու պայքարը փորի կամ այսպես այստեղ Հայաստանում հարուստ ապրելու սեփականություն ունենալու մասին է, ես վստահեցնում եմ մեր հայրենակիցներին, որ դրա մասին չէ մեր պայքարը։ Մենք չենք ուզում հարուստ լինել, շատ լավ ապրել Հայաստանի Հանրապետությունում, մենք ուզում ենք արժանապատիվ
ինչպես ցանկացած հայ ունի այդ իրավունքը իր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում ապրել արժանապատիվ մինչ իր բնօրան վերադարձը եւ դրա պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանությունները, դա կլինի ներկայիս, դա կլինի հաջորդ կամ որ իշխանությունները պատասխանատվությունը կրում են իշխանությունը եւ պարտավոր են իրենք իրատեսական ծրագրեր իրականացնել, որովհետեւ մենք առ այսօր արած շատ սոցիալական աջակցությունները դիտարկել ենք որպես ուղղակի մխսում, միջոցների մխսում, դա կարելի է ավելի ճիշտ ուղղորդել եւ իրականում, եթե չկա քաղաքական նպատակ Արցախցուն վտարել ուղղակի պայմաններ ստեղծել արտագաղթի համար, ապա սոցիալական բազմաթիվ եւ ավելի փոքր բյուջե պարունակող ծրագրերով կարելի է հասնել իրականում նրան, որ արցախցին հնարավորություն ունենա այստեղ եւ հայրենատեր զգալու եւ արժանապատիվ ապրելու։ Նշեցիք, որ ամեն դեպքում Արցախի նախագահի ինստիտուտի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համագործակցությունը չի ստացվում կամ չի եղել, ինչու չի ստացվում եւ ինչու Արցախի նախագահի ինստիտուտը չի կարողանում Արցախը հայերի ձայնը բարձրացնել իշխանությունների մոտ, խնդիրների մասին ասել։ Գիտեք, դա ոչ թե տեղի ունեցել մեր բռնի տեղահանումից հետո, դա արդեն իսկ ակնհայտ պատերազմից հետո 44 օրյա որևէ կապ, որևէ շփում Արցախի իշխանությունների եւ Հայաստանի իշխանությունների միջև չկար։ Կար ընդհանրապես երկու մարդու այսպես անձնական շփում, դա Արցախի նախկին նախագահի եւ ներկայիս Հայաստանի վարչապետի շփումներ, որը ուղղակի անձնական այսպես հարաբերությունների դաշտում էր եւ որևէ պետական կամ այսպես իշխանական գործընթաց չկար։ Ինչպես փաստել են կառավարության բոլոր անդամները 2020-ից մինչ 2023-ը նույնիսկ իրենց հաղորդագրություններին կամ զանգերին Հայաստանի պետական պաշտոնյաները հարկ չեն համարել պատասխանել, հետեւաբար որևէ համագործակցություն այդ առումով չի եղել։ 23 թվականից հետո հստակ է ծրագրավորված իրենց սցենարով, որ ինչպիսի ավարտ պիտի ունենար Արցախի հարցը, ինչպիսի այդպես ավարտուն, այսպես պատմություն պիտի իրենք կերտեին, իհարկե դրա տրամաբանության մեջ պիտի ենթադրեր, որ իրենք պիտի մերժեին Արցախի իշխանություններին, հետեւաբար նույնիսկ սոցիալական խնդիրներով Արցախի իշխանությունների հետ որևէ համագործակցություն չեղավ այն պարագայում, երբ նույնիսկ եթե այդ խնդիրները սոցիալական հարցերին էին վերաբերվում, ի վերջո կար սոցիալական սոցիալնախարարություն Արցախի Հանրապետություն, կար բնակապահովման այդպես կոմիտե, որոնք բազմաթիվ այսպես տեղեկատվություն ունեին, տեղեկացված էին, թե նախ ինչպես կարելի է կատարել արագ այդպիսի ծրագրեր, որտեղ փորձ ունեին, երկրորդը ի վերջո այդ բազային հենց իրենք էին տիրապետում, նույնիսկ դա մերժեցին Հայաստանի իշխանությունները եւ որևէ կերպ անընդհատ ցույց տալով ինչ որ հայտարարելով, որ ինչ որ անձանց հետ են հանդիպում, ինչ որ խմբերի հետ են հանդիպում եւ այդպես էլ չհանրայնացնելով այդ մարդկանց, դուք հիշում եք, թե բնականային ծրագրերը, թե սոցիալական աջակցություն ծրագրերը հայտարարվում էր, որ դա արցախցիների հետ համատեղ է կատարվում։ Ես ես վստահեցնում եմ, որ դա արցախցիների հետ համատեղ չի կատարվել կամ այնպիսի արցախցիների հետ է կատարվել, որոնք միանշանակ այս իշխանություններին հարմար են եւ ինչ որտեղ նաեւ իրենց շրջանակն են։ Տիկին Հակոբյան, իշխանությունները Արցախի հարցի հետ կապված մի այսպիսի թեզ են տանում, որ պետականությունն են, ենք Հայաստանի Հանրապետության պետականությունն են պահպանել, պետությունն են պահպանել, երեկ էլ Ալեն Սիմոնյանը կարճ հոլովակ էր հրապարակել իր հարցազրույցից մի դրվագ, որտեղ խոսելով 2020 թվականի պատերազմից նոյեմբերի 9-ի մասին, որ վտանգ կար պետությունը կորցնելու, այս խոսույթը, խոսակցությունները որքանով են իրատեսական, արդյոք կա որոշակի օրեն ճշմարտություն այդ ամեն ինչի մեջ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մեկ առիթով էլ նշել էր, որ Արցախի հարցը Հայաստանի վզից կախված պարան է, որ անընդհատ ձգում էին եւ արդեն հասել էր պահը խեղդվելու։ Ես կարծում եմ մենք արդեն շոշափելու ակնհայտ ենք տեսնում հակառակը պետության եւ պետականության, այսպես կարծես փլուզման ճանապարհին ենք մենք եւ դա մենք յուրաքանչյուր քաղաքացի ֆիզիկապես իր վրա դա զգում է, որովհետեւ երբ որ ասում ենք պետություն, պետականություն, իշխանություն, ըստ իս ցանկացած քաղաքացի պատկերացնում է ակտիվ քաղաքական միջազգային հարաբերություններ, արտաքին քաղաքականություն վարվող մեր պարագայում նաև բանակցային գործընթաց։ Մենք այսօր ականատեսնենք, որ որևէ արտաքին քաղաքական այլևս կուրս կարծես թե չունի Հայաստանը այս իշխանություններով, նաև որևէ բանակցային գործընթաց չկա, նույնիսկ եթե կա բանակցային գործընթաց, ապա Հայաստանը
իդեմս այս իշխանությունների, չգիտեմ, կամ սեղանի վրա է, կամ սեղանի տակ է, համենայն դեպս այդ սեղանի շուրջ չէ, դա մենք տեսնում ենք, եւ այդ ամբողջ դատարկ դաշտը լցնելու համար իրենք զբաղված են այստեղ ինչ-որ հակառակը ազգային արժեքները կոտրող ինչ-որ կրթությունը նորաձև է, չգիտեմ, ինչ-որ հիմարություններով, հեծանիվ քշելով, ասֆալտ մասին խոսելով կամ ինչ-որ ներքին ինչ-որ գործընթացների մասին, որը նորմալ ցանկացած երկրում դա կատարվում է եւ որևէ մեկը դրա մասին վարչապետի մակարդակով օրինակ չի խոսում։ Եվ ես ես վստահեցնում եմ, մեր պետությունը եւ պետականությունը վտանգված է հիմա, երբ չկա Արցախի հանրապետություն, որովհետեւ եթե այսպես շատ չխորանամ, բայց այդպես արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը իր ուրույն տեղը փորձում էր գրավել հենց Արցախի շուրջ բանակցային գործընթացը իրականացնելով եւ դրա արդեն իսկ 2018-ին մենք տեսնում էինք դրա այսպես ժամանակագրական առումով չեմ կարող ասել հիմա ինչքան կարճ ժամանակում, բայց ամենայնդեպս մոտալուտ հանգրվան է, երբ պիտի արդարություն հաստատվեր, որը ընդունելի էր լինելու, ինչպես շատ է սիրում ասել Հայաստանի վարչապետը, իրականում, այո, եւ հայ ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ի վերջո, ԵԱԿ Մինսկի այդ ձևաչափում, խմբի ձևաչափում տեղի ունեցող բանակցային գործընթացը բերում էր արդարության հաստատմանը երկու ժողովուրդների համար։ Ինչը իրենք թույլ չտվեցին եւ դրանով իսկ վտանգեցին իրականում Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ մենք ակնհայտ տեսնում ենք, ես շատ եմ ասել, նորից եմ կրկնելու, այն ինչ որ հիմա տեղի է ունենում Խոզնավար խնածախ գյուղերի ուղղությամբ, եթե հարցնեք մեր շատ հայրենակիցներին, իրենք ձեզ վստահաբար կներկայացնեն, որ process-ը խիստ նման է Կարմիր շուկայում տեղի ունեցող process-ներին եւ այստեղ հենց ձեր մեջ կանգնածներից հիշում եք, որ հենց այդ ժամանակաշրջանում դուք անընդհատ զանգահարում էիք եւ ես ինչպես էի պատասխանում Կարմիր շուկայի մասին։ Հիմա նույն իրավիճակը, երբ որ ես փորձում եմ այսպես համեմատել, տեսնում եմ հենց այդ նույն երկու գյուղերի եւ Աստված մի արասցե այս իշխանությունների իշխանավարման այդպես ժամկետի երկարացման է, որովհետեւ իրականում Արցախի հայաթափումը սկսվեց Կարմիր շուկայից, սկսվեց Թաղավարտից, որը կիսված էր եւ ելի նույն իրավիճակում էր, ինչ որ այդ գյուղերն էին, ինչ որ Կիրանցի ուղղությամբ գտնվող գյուղերն էին։ Շնորհակալ մի հարցել մի շարք Արցախից կողմից մեր հայրենակիցների հետ որ խոսում ենք, հարցումներ ենք անում, ասում են, որ ադրբեջանցիներն առաջարկել են մնալ, բայց գիտեին վտանգը, գիտեին ինչի է ընդունակ Ադրբեջանը եւ չեն մնացել։ Ամեն դեպքում ինչ պայմաններում են արցախցիները պատրաստ վերադառնալ իրենց հայրենիք։ Գիտեք, մենք արդեն բազմիցս կոնկրետ մեր հասարակական կազմակերպությունը Արդարություն եւ Վերադարձ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 5 այդպես մարզերում հանդիպում ունեցանք արցախցիների հետ, բավականին մեծ հատվածի հետ, որտեղ հենց այդ հարցերը մենք ուղղում էինք եւ պատասխանը իրենցից ստանալով արձանագրում վերջում փաստաթուղթ կազմվեց։ Ես ձեզ ասեմ, որևէ տարբերություն չի եղել, բոլորը նույն կարծիքն են ասել, որ միանշանակ նախ առաջնահերթ է Արցախ վերադարձը։ Բոլորի մոտ այդ կարիքը կա, այդ նպատակը կա եւ երազանքը։ Երկրորդը ինչպիսի Արցախ եւ ինչպես վերադառնալ Արցախ, միանշանակ բոլորի մոտ միջազգային հստակ, այդպես հա, անվտանգային երաշխիքների ներքո եւ պայմանը պիտի լինի, որ չի կարող լինել իհարկե համատեղ որևէ բնակության մասին խոսք, չի կարող լինել Ադրբեջանի ներքո ապրելու կամ Ադրբեջանի անձնագրերով ապրելու պարագայում, որովհետև այդ ընտրությունը մենք կարող էինք անել 2023-ի սեպտեմբերի 19-ին եւ արեցինք։ Մենք ոչ թե լքեցինք մեր տները, դժվարությամբ եմ նույնիսկ արտաբերում այդ բառերը, որովհետև ուղղակի վախենում ենք, ոչ, մենք լքեցինք այդ տները, ցույց տալով ամբողջ աշխարհին, Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ մենք որևէ կերպ Ադրբեջանի հետ ադրբեջանցիների հետ նույն հարկի տակ, նույն հողի վրա չենք ապրելու ու չենք քայլելու։ Միակ պատճառը դա է։ Իսկ եթե այս ամենը ավելի այսպես ամփոփ ասեմ, մենք մոտ ապագայում կամ
ինչ որ ժամանակ, երբ Հայաստանում կհաստատվեն արդեն ազգային իշխանություններ, վստահ ենք, որ բանակցային գործընթացում օրակարգային հարց է լինելու հենց արցախցիների Արցախ վերադառնալու հարցը եւ այդ ժամանակ հստակ բանակցային գործընթացի ժամանակ պարզ գծագրվելու է հենց այն ճանապարհը, հաշվի առնելով իհարկե այս դիտարկումները, որ ես ձեզ ներկայացրեցի, թե ինչպես եւ ինչպեսի Արցախ են վերադառնալու արցախցիները։ Բայց արցախցիների վերադարձի մասով բանակցություններ վարելու մանդատ ունեն միայն այսօրվա իշխանությունները, որոնք դա անիրատեսական են համարում։ Այսինքն դուք Արցախի պատգամավորները ղեկավարությունը մանդատ չունի բանակցություններ վարել, այս ինչպես է պատկերացնում։ Նախ մենք իհարկե այդպիսի դիվանագիտական խողովակներ չունենք նման գործընթաց իրականացնելու, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հանձնախումբը, որը ստեղծվեց հենց լիազորեց Արցախի Հանրապետության ազգային ժողովը, խոսել արցախցիների անունից, բավականին մեծ հաջողություններ արդեն իսկ ունի գրանցած եւ մեր այս փուլում, այո, այս իշխանությունների օրոք մեր ներկայիս առաքելությունը կայանում է նրանում, որ մենք թույլ չտանք Արցախի հարցը փակվի եւ որևէ կերպ արցախցիների վերադարձի իրավունքը մոռացության տրվի կամ հանվի աշխարհի նույնիսկ, աշխարհի օրակարգից։ Հետևաբար դեռևս սա է, իսկ իհարկե այս իշխանությունների օրոք մենք չենք տեսնում այդ բանակցային գործընթացը։ Հետևաբար ես նշեցի, որ այն պարագայում, երբ Հայաստանը կունենա արդեն ազգային իշխանություններ, հենց այդ ժամանակ մենք վստահ ենք, որ բանակցային գործընթացում սա կլինի օրակարգային հարց։ Ինչպես է գնահատում հավանականությունը, որ մեր ընդհանուր հայրենիքի այդ հատվածը նորից ինքնորոշում կունենա, նորից անկախություն ձեռք կբերի, ինչ պայմաններում է դա հնարավոր։ Գիտեք, դեռ այդ ինքնորոշման հարցը երևի դեռ պիտի մասնագետները նորից իրենց դիտարկումներն անեն, բայց ըստ իս մենք արդեն իսկ ինքնորոշվել ենք։ Մենք ինքնորոշվել ենք 1991 թվականին, երբ որոշել ենք, որ չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչին մեզ իհարկե բռնակցել էին, սովետական միության ստեղծման ժամանակ։ Եվ հետևաբար կներեք ինք հարցը Ինչքանով եք հավանական համարում, որ մեր ընդհանուր հայրենիքի այդ հատվածը ելի անկախություն կունենա մոտ ապագայում եւ ինչ պայմաններ են դրա համար։ Գիտեք, դեռևս ապագայի մասին խոսելը դժվար է, իրականում ձեր ասածը անկեղծ ասեմ պատկերացնելը դեռևս դժվար է, ինչ ճանապարհով եւ ինչպես, որովհետեւ դեռևս չգիտենք այս իշխանությունները մինչեւ որ փուլն են հանդելու, մինչեւ որ հնարավորությունն են հանդելու, բայց ես ձեզ ասեմ, որ այս փուլում մենք դիտարկում ենք Արցախ, արցախցիների վերադարձի իրավունքը։ Դա սկզբնական շեմն է այդ դժվարությունների, որ մենք պիտի կարողանանք հաղթահարել։ Մնացած իհարկե բանակցային արդեն երկար աշխատանքի արդյունք պիտի լինի, որ մենք վերջնական կարողանանք հաստատել այն պատմական արդարությունը, որը որ պիտի տեղի ունենա։ Մեկ էլ մի ճշտում անեմ, որ տարակարծություններ լինեն, ճիշտ հասկացա, որ այդ դեպքում հարվել է ամեն դեպքում Արցախի նախագահի կողմից Հայաստանի իշխանությունների հետ աշխատելու, սակայն միացվել է։ Իհարկե, հենց սկզբում թե Արցախի նախագահը, թե կառավարության անդամները յուրաքանչյուրը իր այդ բլոկի հետ փորձել է այդ համագործակցությունից առաջին քայլերը անել, ինչը լրության
Հիշեցնեմ, որ այսօր Շուշիի ազատագրման 33-ամյակն է։ Վաղ առավոտյան Արցախի Հանրապետության իշխանությունները նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այցելել էին Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել Շուշիի եւ Արցախի ազատագրման համար ընկած նահատակների շիրիմներին։ Այստեղ էր նաեւ Արցախի Հանրապետության թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը, ով հիշատակի կարգ մատուցեց նահատակներին։ Նշեմ, որ Շուշիի ազատագրումը անվանում են նաև հարսանիք լեռներում, որի մտահաղացումը պատկանում էր այն ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։ Պատմում են, որ երկգործողությունները ղեկավարող հրամանատարները ներկայացրեցին Շուշիի ազատագրման մարտական նախագիծը, այն չափազանց համարձակ է թվացել, հենց այդ ժամանակ էլ Վազգեն Սարգսյանը ասել է, որ եթե նախագիծը հաջողվի եւ Շուշին ազատագրվի, ապա քաղաքի ազատագրումից հետո անպայման ամուսնանալու է։ Շուշիի ազատագրման զորակայանը տեղակայված է եղել Շոշ գյուղի հարևանությամբ, այնտեղ են եղել Արկադի Տեր-Թադևոսյանը, կոմանդոսը, ով ամբողջ ռազմական գործողություններն է ղեկավարել, Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռաֆայել Գզողյանը եւ ուրիշներ հրամանատարական կետում էին կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը։ Հենց այստեղ էլ Շուշի ազատագրման պլանը օրնեց եւ Արցախի ինքնապաշտպանական ուժերի շտաբի անդամներին հաջողություն մաղթեց Արցախի թեմի առաջնորդ Պարքև եպիսկոպոս, ներկայումս arczepiskopos Մարտիրոսյանը։ Նույն այդ վայրից էլ սկսվում է գրոհի արևելյան ուղությունը, որը ղեկավարում էր Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, հյուսիսային Ստեփանակերտ Շուշի ուղղության հրամանատարը Վալերի Չիչյանն էր, հյուսիսարևմտյան ուղղությանը Քյոլասար ուղղությամբ Սեյրան Օհանյանը, իսկ Յուրի Հովանեսյանը ղեկավարում էր 26-ի հենակետը, որը գտնվում էր Ստեփանակերտի Մերձակա Կրկժան գյուղի մոտակայքում։ Հարավային կամ Բերձորի ուղղությամբ հրամանատարը Սամվել Բաբայանն էր։ Ռազմաճակատի ընդհանուր գիծը կազմում էր մոտ 40 կիլոմետր։ Շուշիի ազատագրումը նաև կարևոր էր Ստեփանակերտի խաղաղ բնակիչների կյանքի համար, քանի որ Շուշիից ադրբեջանական կողմը ամեն օր կրակաերթեր էր հարձակում Ստեփանակերտի ուղղությամբ։ Շուշիի ազատագրումը, ինչպես մասնագետներն են նշում, ճակատագրական եղավ նաև Արցախի Հանրապետության մյուս տարածքների ազատագրման համար։ Նշեմ, որ վաղ առավոտից քաղաքացիները հայցելում են Եռաբլուր, ծաղիկներ խոնարհում նահատակների շիրիմներին։ Հայաստանի Հանրապետության իշխանության որևէ ներկայացուցիչ այսօր Եռաբլուր մինչև այս պահը չի այցելել։ Ինչպես մեծ այդ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, հավանաբար Հայաստանի իշխանությունները մեծ վախ ունեն, որպեսզի այցելեն Եռաբլուր եւ ծաղիկներ խոնարհեն նահատակների շիրիմներին։
Որդի առողջություն։ Մայիսի 9-ը նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման օրն է, նաև հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է։
Հաջորվածուն թեմի հարգելի հետևողներ, հիշեցնեմ, որ այսօր Արցախի Հանրապետության Բերդաքաղաք Շուշիի ազատագրման 33-ամյակն է։ 33 տարի առաջ այսօրը Արցախի պաշտպանական ուժերը ադրբեջանական երկարատև օկուպացիայից ազատագրեցին Շուշի քաղաքը, որտեղից անընդմեջ ադրբեջանական զինուժը կրակում էր Ստեփանակերտում գտնվող խաղաղ բնակիչների ուղղությամբ։ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Շուշին կրկին օկուպացվեց ադրբեջանական զինուժի կողմից եւ այսօր Ադրբեջանը հիմնովին ոչնչացնում է Շուշիում գտնվող բոլոր հուշարձանները, այդպիսով ոչնչացնելով հայկական հետքը։ Այսօր վաղ առավոտյան Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները, պատգամավորները նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել նահատակված հերոսների շիրիմներին։ Հիշեցնեմ նաև, որ այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրն է, նաև հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս պահին մենք ավարտում ենք ուղիղ միացմամբ մեր աշխատանքները, շարունակեք մնալ մեզ հետ իրադարձությունների զարգացմանը հետևելու համար։